կարծիքով Փաշինյանն ինչու է ուզում նորից հանդիպել Պուտինի հետ։ Որպես որ ճիշտ լինի ամեն ինչը։ Ինչը պետք է ճիշտ լինի։ Որ իրար հասկանան, էլի ոնց են անում, որ Եվրոպայի փողերը կիս են իրար հետ։ Անա չլինի որ սխալմունքը լինի։ Ես չեմ ողջունում յուրաքանչյուր հանդիպում այդ հանցագործի հետ։ Թողնում լրի քուճաշակի գնահատակ։ Որ մեր վիճակը շատ լավ լինի։ Չեմ կարող Ես չիմանամ։ Ուրեմն մի բան ունեմ մտածելու, որոշում կայացնելու բաներն են։ Նորից են ուզում հանդիպել, նորից չգիտեմ ես։ Ինչերից հետո։ Ընտրություններից հետո ուզում են նորից հանդիպել։ Դե կարող է Պուտինն ուզում է Փաշինյանի շնորհավորել։ Ինչ է կարծում վերընտրվելու եւ Անպայման։ Անպայման, որտեղ ինքը ժողովրդավար է։ Նորից հանդիպել։ Չգիտեմ, իրենց հարցրեք։ Ընտրություններից հետո է ասել, որ Ով ասել։ Փաշինյանն ասել, որ Դե ինքը ինչ ասում է, ճիշտ ասում, ճիշտ անում, նենց որ իր ասածները չեմ կարող քննարկել։ Երևի գիտի որ ինքը չի կարող ընտրվել, իր հետ է ուզում հարցերը լուծել։ ընտրություններից հետո է լինելու հանդիպումը։ Հունիսի կեսերին։ Արդեն իրանց գործն է։ Դե երևի արդեն օթերը փակեց, դրա համար էլ ուզում են նորից հանդիպել։ Ընտրություններից հետո է լինելու հանդիպումը։ Ընտրություններից հետո դե արդեն ուզում է հանդիպի երևի որ ինչ-որ բան ուղղի։ Այդքան բան։ Այնց որ Փաշինյանը արդեն այդպես մի ասույթ կա, ասում է մի ցրանկով ամբողջ նախիրի անունը գցում է, չէ՞։ Հիմա մերն է։ Այդպես այլ է մերն էլ ինչ արել։ Բայց դեպի պայքարեն ժողովուրդը իրանց խոսքի ազատության համար, որտեղ սաղին բռնում են գցում են վերցերը, այն երեխան ինչ մեղավոր է, ջանդամ ասենք թե։ Կարող է եւ սխալ թույլ տվածներ, բայց նա հələ հասունացած մարդ չի։ Այն էլ հիվանդ երեխա խիտարան փակի, մեղ չի։ Ինք իր պատիվը բարձրացնելու համար պետք է ասել թողեք թույլա։ Որտեղ այդ երեխան իր նկատմամբ ոչ մի ճշնամական կամ քաղաքական ոչ մի բան չունի։ Այդքան այն էլ եկեղեցու մեջ շարժի։ Ես Բուլղարիայից եմ մենակ թե, բայց ես սիրում եմ Փաշինյանին։ Շատ ենք հարգում Փաշինյանին, մենք իրան սիրում ենք եւ եթե ունենանք իրավունք ստեղ գրանցվելու համար, մեծագույն հաջող կքվեարկենք Փաշինյանի համար, որտեղ մենք այնտեղ լսում ենք իր համար շատ լավ բաներ, շատ։ Փաշինյանը։ Ինչ արել։ Դու ստեղ ապրել ես, այդ տանջանք մի նկարին երեսը։ Արի ասեմ։ Ինչ արել։ Սրանց 8 տարի առաջ ոնց էիք ապրում։ Շատ լավ ապրել եք դու։ Ոնց եք ապրել, որ պատերազմում ինչ արեք։ Նիկոլին եք հատ պատերազմ ապրել, դավայ գնացեք ու ապրել տակո։ Ուրեմն Հայաստանը բաժանվել է երկու մասի։ Մի գորա։ Ես կունդրե պատասխանում եմ իրան, բայց շատ շուտ գնաց։ Գիտեք ինչ կա, իրանք չեն պատկերացնում պատերազմից բացի ուրիշ բան է կա այստեղ։ Կա կյանքի մակարդակն է բարձրացել, շատ բաներ աշխատավարձերը բարձրացել է։ Ես նայում եմ հիմա 8 տարի առաջ ինչեր հիմա ինչա լրիվ փոխվել է մարդկանց հասկացողությունը դեպի կյանքը, երիտասարդները շատ լավ են անցնում։ Ամեն ինչը լավ, ավելի շատանա,